Ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում։ Ով իմ երեխեքի նկատմամբ, ով իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ թող լավ լինեն, անփորձանք լինեն, Աստծո մոտ տեղ ունենան։ Իրանց երկու շնորհք տա, որ հիշաչարությամբ չզբաղվեն, այդքան բան։ Քաղաքականություն ինչ շորտն է։ Ինչ մեղադրանք են ձեր որդուն Ուրեմն փողոց են կառուցում, թե ինչ են կառուցում, այդտեղից ինչ որ խիբար մի բան հավաքում տանում թափում են դաշտերը։ Յանի բանը իմ տեղես ասել է տարեք լցրեք այստեղ, ծիծաղի առար գայելի բան։ Դա էլ արժեք չունի, գին չունի, բան չունի։ Ինչ շորտում, ինչ բան, ինքը ոչ պետական կառույցում աշխատել է, ոչ բաներ է, դա ոնց ասեմ, դա իրենից արժեք չի ներ, զերոյական արժեքի մասին է խոսքը, որոնք թափում են։ Հիմա եկել եք գնանք ամբողջ քաղաքի 4 բոլորը նմանատիպ բան է թափած։ Ուղղակի այդպես բաներ են։ Չեմ ուզում, գիտեք ինչ, դա դե ասում եմ, դե հիմա իրանք դերել են շուտ, իրանք էլ չգիտեն ինչ են ասում։ Այսինքն իրենք էլ չգիտեն դա ինչ է, շորտում նշանակում է պետական կառույցում աշխատել, շորտում կամ ինչ որ մի բան։ Ինքը ոչ պետական կառույցում է աշխատել, ոչ դա իրենից արժեք է ներկայացնում։ Ուրեմն այդ գույքը իրենից ոչ արժեք է ներկայացնում, ոչ բան, դաշտերի թափածի մասին է խոսքը։ Եվ այդպիսի բան, որ միանշանակ ինքը ոչ տեսել է, ոչ քննարկել է, ոչ խապար է, ոչ էլ այդպիսի բան կա։ Հերթական գործ կարելու բանը, սկզբունքը։ Այդքան արժի խոսել։ Գյումրեցի նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ, աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե որդին հանցագործ է, իր քաղաքապետինները դրանով չի փրկվում։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հագադարձել, որովհետև դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց, ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, ես դրանց չեմ է ճանաչել, պատահական ծլել են, հիմի սպասեք գնայինք, այդպես պատահականները գնան, հիմա դրանց պետք է ես հագադարձեմ, դրանք հիմա արժի դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պալյանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել, ով են, ինչ գոյություն ունեն։ Դե հիմա դիդավորյալ հանձնարարական են ստացել, որովհետեւ ինձ շարքից հանեն։ Ես դրանց հետ իրանք ասեն ես պատասխանեմ, բայց այդ հաջողքը ես իրենք չեմ պատճառի, որովհետեւ իրենք այդքան հարկանք չունեն, այդքան քաշ չունեն եւ իրենք այդ քաղաքում 1000 հոկանոց բան են, մարտիկ են ամբողջ այդ պետական կառույցները իրանք ձեռքին է, իրանք 1500 ձայն ունեն, դիմացը կաբրեն կտեսնենք այդ ձայներն էլ որ հավաքել են, այդ ձայներն էլ բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել տվեցին ու ընդրությանը մասնակցեցին, դուք արկա եկեղեցորը տեսել եք, թե որ այդ ձայները իրենց ձայները չի, իրանք սարկած, պդդեցրած, հասկացար, այդ ամեն ինչը կազմակերպված, գումարները բաժանած, տեսակ թե մի մարդուն 60,000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկարահանել, մեր մոդել այդ փաստերը կա։ Ես այդ ձայները եւ կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրեն, այդ թիմը, իրեն խայտարակում է, այդքան բան։ ինչի նախաքննական մարմին չեք ներկայացնում։ Հա, իրեն խորհուրդ եմ տալիս, որ այդ թիմը իրեն վարկաբեկում է, այդտեղ բան չկա։ Եվ մի բան ասեմ, որ եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ իր տղու անուն ինչ է, գլուխը մեծի անուն ինչ է։ Հա, դրան որ ասենք պատկերացրու ուղարկում են նարկոդիսպանսեր, որ ասում են, որ ինքը նարկոման է, դա քնած է սաղվայդի իրանից ասում են դաժե պառնո գնաց է թռել է տակը ջուր չի եղել, ինքը ոդն է ջարդել։ Հիմա դրա խոսքերը ես բան ասեմ կամ երկու խոսք խոսում է, երրորդ դրումը ոստիկան միլիցիա, դա ու պրիտոմ էլ խոսալու տոնը նա է։ Ահա այսպես է խոսում, չի դեպել դա ինչ տոն է, որտեղից է զովոր է։ Դրա հայոց չեմ ուզում այդ տղայից խոսած այդ տղեն ծիծաղելի առարգա է կամ մնացածներն էլ չեմ ուզում ասել, սպասեք, կգա всему свое время։ Հիմա դրանք ով են, որ ես դրանից խոսեմ, ամոթել է։ Ես իրենց ռեյտինգն եմ բարձրացնում, հերու տարեք դրանք ինձանից։ Ես երբեք, լսի աղջիկ ջան, լսի, քո ուշքո միտքը դե բառն է, մերզի Սերժին, չէ։ Հիմա դե լսի, դե լսի ասեմ։ Հիմա լսի ասեմ, հարց ես տվել, ախր դու հարց ես տալիս ու իմ տեքս է պատասխանում ես, տվել ես դե թող պատասխանեմ։ Հիմա ասեմ, ուրեմն ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը եւ դրա համար
Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, հասկացար, նա անցնելու էր։ Հասկանալի է, նա անցնելու էր։ Սա ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդը ուզեցել է պրծնել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այդ բոլորը լավ գիտեն, իրանք էլ լավ գիտեն։ Հիմա դրանք վերել ինձ ասել դե գիտեք ինչ կա ԿՊ-ին պաշտպանեցիք, ես արեցիք, այն արեցիք, ես ընդհանրապես ԿՊ-ի վարկագիծը տեսնելով երբեք չեմ իրեն պաշտպանի ու չեմ էլ պաշտպանի եւ իրանք ուրախ են, որ ինձի պես տղեկը դառնան իրանք կառույցին ու մի խոսքով ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը, այդքան բան։ Ոնց որ թե ձեր ապելի նախկինները միացան ձեզի, որ Ինչ եղան, սխալվում եք, դուք այդպես ուզում եք, այդպեսի հանձնարարական եք ստանում, որ ձեզ այդպես ասեն, որ ինձ կապեն նախկինների հետ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես նախկինների հետ կապ չունեմ, ուղակի 4-ի մեջ հարկել եմ Ռոբերտ Քոչարյանին, ուղակի, թե չէ ես ընդհանրապես նախկինների հետ կապ չունեմ, հետո մենք Երևանյան խաղերին, այս քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես օբյեկտիվ, ուղիղ, ճիշտ խոսող անձնավորություն եմ։ Ինչ իմ սրտից կա, ես դա ասում եմ։ Եվ մի հարց է դատանը ձեր նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ կիրառեց, ձեզ համար դա մեծ գումար է, թե հեշտությամբ կվճարեք։ Աղջիկ ջան, ուրեմն ես ուշադիր լսի քեզ ասեմ։ Ես այնքան հարկանք ունեմ։ Հիմա որ աշխարհի որ երկիրը զանգեմ ու ասեմ ինձ $500,000 է պետք, $50,000 է պետք, 2 րոպետո կգա դա Ղուկասյանին լսի, Ղուկասյանին վերեն կդան։ Հետո ես փոքրուց աշխատել եմ, գիշեր ցերեկ մեր եղբայրներով ամբողջ քաղաքը գիտի։ Լսեք, Գյումրին այնպեսի մի քաղաք է, որ ամգիր մեկը մյուսին ճանաչում են։ 5 անգամ, 6 անգամ քաղաքապետ ընտրվի մեկը, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր։ Ու ընդհանրապես աշխարհում մի բան կա, եթե մեկը աշխատել է, դրանից հետո չի ընտրվում։ Դուք չեք տեսնում, որ նման օրինակ Հայաստանում եւ շատ երկրներում չկա։ Այսինքն դուք զգում եք, որ եթե ես ինչ-որ մի բան արած լինեի ձեր ներկայացրած ձևով, ուրեմն ես ընդհանրապես չէի ընտրվի։ Հիշեք, ընտրվելու եմ, ինչ կան առաջադրեմ, այնքան անցնելու ենք։ Սա հիշեք։ Դուք ասում եք, որ ձեր որդուն Խփելը դուք եք խփում, մենք չենք խփում։ Հա։ հարցից հնչեցնեմ, էլի դուք միշտ հիմա ասում եք, որ ձեր որդուն նկատմամբ ըստ էության քաղաքական հետապնդում եք։ Միանշանակ։ Հա, ասեք։ Մինչև այսօր ձեր որդին գաղտնիք չէ, եւս մի շարք քրեական պատմություններով է հայտնի, մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, բայց դա ինչպես Ասեմ ձեզ։ Ուրեմն արդեն 4-րդ անգամն է իմ որդու ստանում պահում են ու բաց են թողնում, որ փաստերը իրականությանը չի համապատասխանում։ Իմ որդիս կրակն ենք է իր հոր ձեռքը, որ ասենք իր հերը չի գնում պետության հետ, հասկացար, համագործակցության ու ներքին կարգով ստուկատ չի դառնում, այլ պաշտպանում է ժողովրդի հայրենիքի շահերը։ Դրա համար ոչ, միանշանակ այդպես եղել։ Ին բոլոր գործերը բացեք նայեք։ Բաց են թողել, ասել են, փաստերը չկա, անհիմն է եւ այսպես։ Եվ ես էլ նույնությամբ։ Դրանից առաջ 7 ամիս տարան պահեցին նորից նույնությամբ։ Դրանից հետո 1000-ից եւի բոլոր դուք ինչ բարձրաձայն ասեցիք, վերջում տակը մնացիք։ Իշքան կարելի է։ Այո, հենց այդպես ասում եմ, հենց ինչ որ ասում եմ այդպես։ Հետո մյուսն ասեմ, երբ որ տեսնում են քաղաքը խախանդ է, ուրեմն հadoop պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ, որբիսի դրանց մեջ քաղաքական իր գործունեությունը ծավալի։ Գյումրին այնքան խաղաղ ու հանգիստ է, մի հատ ով է դուրս եկել, մի հատ դուրս բրձուկում կա, նորից էլի ասել է Գյումրիում հանցագործություն, չգիտեմ ինչ բան է, կոմենկոմ դες բաներ ասում, էլի պատվեր են ստացել։ Ուրեմն Նապոլեոնը վախենում էր ոչ թե 100,000, լսի աղջիկ ջան։ Նապոլեոնն ասում էր. Ես 2 լրագրողից ավելի շատ եմ վախենում, քան 100,000 բանագից։ Այսինքն ինչ ուզենաք կներկայացնեք, սպիտակը սև կներկայացնեք, սևն է սպիտակ կներկայացնեք։ Հիմա մենք ինչ ենք, ձեր ձեռքը կրակն ենք ընկել։ Հիմա որ ցեզի դադի չենք տա, ես մեղավոր եմ ընդհանրապես։ Ես դադի տալ չեմ սիրում։ Հիմա այնքան բաներ կա, որ ներկայացնում եք, դրանից հետո ես պետք է դադի տամ, որ ցեզանից բան անեմ։ Հիմա ես դա չեմ սիրում, դադի չեմ տալիս։ Դուք էլ պետք է չափ անցնիք գիշեր ցերեկ Ղուկասյանի վրա շարով տակ։ Հարցս բայց այլ էր։ Դե ասեցի ոչ, սարկածեղի ամեն ինչ։ Նսեք ու կզգաք։